ՊՊՑ գնդի գրավումից անցավ 1 տարի, Սասնա ծռերի գործողությունները 1 տարի անց, եթե հետահայաց գնահատելու լինեք, ինչ տվեց հասարակությանը ձեզ։ Կարծում եմ հասարակությունը ինքը պետք է իր մեջ գտնի այդ պատասխանը, ոչ թե ես պետք է այդ պատասխանը տրամադրեմ հասարակությանը, բայց այնուամենայնիվ դեռ ինքը սկիզբն է ազատության և սկիզբն է այն պետականության հիմնադրման, որին մենք բոլորս ենք սպասում, որի կարիքը մենք բոլորս ունենք։ Տիկին Փոստանջյան իրենց առաջադրած պահանջներից ըստ էության որևէ մեկը չկատարվեց և մինչ օրս էլ այդ պահանջները կարծես թե մնում են ակտուալ։ Ինչու ընդդիմությունը չմիավորվեց այդ պահանջների կատարման շուրջը։ Ձեր հարցը հռետորական է, որովհետև ընդդիմություն հասկացությունը դեռ պետք է ճշտենք, թե ովքեր են։ Դուք երևի հստակ պետք է անուններ տաք, ում ի նկատի ունեք, որպեսզի ես կարողանամ ասել, թե ինչու տեղի չունեցավ այդ համախմբումը։ Ես չեմ կարծում, որ այդ անունները շատ են և կրում են իրոք ընդդիմադիր անվանումը։ Ես կարող եմ ասել, որ գրեթե ընդդիմություն չկա։ Եվ բոլոր այն անձինք, ովքեր իրենց ներկայացնում են որպես քաղաքական ուժի անդամներ, նրանք դեռ չի նշանակում, որ ընդդիմություն են։ Տիկին Փոստանջյան, բայց այնուամենայնիվ ծռերի պահանջներից որևէ մեկը չկատարվեց և նրանք հանձնվեցին իրավապահ մարմիններին, գունդը 2 շաբաթ գրաված պահելուց հետո, այս հանգամանքը ինչպես կմեկնաբանեք, այսպես 1 տարի անց արդյոք իրենց քայլերը հաշվարկված էին և ի վերջո իրենք ինչի հասան։ Նրանք հասան նրան, որ բարձրացրեցին խնդիրը ցնցեց ողջ հայությանը, ողջ հայությունը այս պահին միգուցե կարելի ասել ակտիվ գործողություն չի իրականացնում, բայց այնուամենայնիվ մտահոգ է և եթե մենք չենք կարողացել փոխել իրավիճակը, դա դեռ չի նշանակում, որ իրավիճակը չի փոխվելու, դա դեռ չի նշանակում, որ ապստամբությունը չի հասնելու իր նպատակին, չի հիմնադրելու իրոք անկախ պետականություն և ազատ պետականություն և ազգային ազատ պետականություն։ Տիկին Փոստանջյան, Սասնա ծռերի հանձնման օրերին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ կկիրառվեն մեղմ պատիժներ, սակայն մենք այս օրերին տեսնում ենք, որ ոչ միայն նրանց մեղադրանքներն են ընթացքում խստացվել, այլ նաև նրանք բռնության են ենթարկվում հենց դատարաններում։ Այս հանգամանքը ինչպես կմեկնաբանեք, ինչով եք սա պայմանավորում։ Ինչ պետք է ակնկալեինք Սերժ Սարգսյանից, միանշանակ բռնության կիրառում, շարունակություն, եթե այս համակարգը մնում է և այս համակարգի ներկայացուցիչն են այս մարդիկ, ապա այլ ակնկալիքներ մենք իրենցից չունենք, պարզ է, որ նրանք իհարկե ստում են և պարզ է, որ այն բոլոր գործողությունները, որը կատարվել են, դրանք օրինական չեն և այդ բոլոր գործողությունները դիտավորյալ են արվում, որպեսզի ավելի և ավելի ճնշեն հասարակությանը, օրինակը ունենալով հենց Սասնա ծռեր խմբի անդամներին։ Բայց ինչու՞մն է իշխանության մտահոգությունը, եթե նկատի ունենանք նաև այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններում այսպես առանց որևէ խոչընդոտի իրենք վերարտադրվեցին, ինչն է իրենց մտավախությունը նման գործողությունների։ Որ նրանք առանց որևէ խոչընդոտի են վերարտադրվել, Սերժ Սարգսյանը անընդհատ կրկնում է, որ ինքը պետք է անցնցում հասնի մինչև 18 թվական, այսինքն այս համակարգը դեռ չի նշանակում, որ կայացած է և այդ ցնցումը դեռ ապագայում սպասվելու է և տնտեսական պայմաններն են այդ մասին խոսում և հիմք են տալիս և նաև այո, այն ոչ համերաշխ հասարակությունը, որը մենք այս պահին ունենք։ Տիկին Փոստանջյան, այսինքն դուք նոր Սասնա ծռերի համար նախադրյալներ եք տեսնում, որովհետև դրանից հետո անընդհատ խոսվում էր, որ սա նոր Սասնա ծռերի համար այսպես նախադրյալներ կստեղծի։ Գիտեք, չեմ կարող ասել նոր Սասնա ծռեր են, թե ինչ պետք է լինի, բայց այնուամենայնիվ հասարակությունը ինքը իր պատասխանը կտա, չի կարող հասարակությունը անընդհատ այսպիսի ոչ ադեկվատ պայմաններում կարողանա գոյատևել։ Միանշանակ է, որ հասարակությունը ինքը ճգնաժամի մեջ է։
Տիկին Փոստանջյան, հասարակությունը այնուամենայնիվ հասարակության մեծ զանգված փաստորեն այդ օրերին ծռերին չաջակցեց։ Նկատի ունեմ այն, որ դա շատ հոծ խումբ չէր կազմում, հա, հասարակության։ Սա արդյոք նշանակում է, որ այնուամենայնիվ մեր հասարակությունը զենքի ուժով հարցերը լուծելու կողմնակից չէ։ Դուք սխալվում եք, նման բան տեղի չի ունեցել։ BBC կողմից կազմակերպված հարցումը հրապարակվեց եւ միանշանակ հաստատերը կիսում են Սասնա ծռերի կողմից այդ գործողությունը եւ հետեւաբար այդպես չէ, որ հասարակությունը չի կիսում, բայց այն, որ հասարակությունը դի կարողացել ինքնակազմակերպել, դա միանշանակ է։ Դա էր պատճառը, որ ծռերը հաջողության չհասան։ Գիտեք, ծռերը հաջողության հասել են, այն ինչ որ իրենց վերապահված էր, իրենք կարողացել են, իրականացրել են։ Եվ մնացածը հնարավոր չի իրականացնել մեկ փուլով եւ միանգամյա գործողություններով, հաջողություն չեն արձանագրել։ Ճիշտ է, մենք հաջողությունը ցանկանում ենք լինի մեկ օրով, մեկ փուլով, մեկ գործողությամբ, բայց այդպես չի լինում։ Մենք հազարամյակներ չենք պայքարել։ Հետևաբար պայքարը պետք է շարունակենք եւ պայքարը պետք է հասցնենք իր տրամաբանական ավարտին։